Ողջույն, եթերում ABC լուրերն է, ես Գառնի Մութաֆյանն եմ և հիմա կներկայացնեմ օրվա ընթացիկ զարգացումները Հայաստանից և աշխարհից։ Հայաստանը կանգնած է գոյաբանական ընտրության առջև, նախկին արտգործնախարարի ահազանգը։ Նորամուծություններ հայկական բանակում, զինծառայության կրճատված ժամկետ ու նոր համազգեստ, ինչ տեսանյութ է հրապարակել Փաշինյանը։ Շերտի տակ վերնազգեստ, սուրբ եղանակի վերնազգեստը։ Գերու կինը դիմել է Մեհրիբան Ալիևային, խնդրել է Ադրբեջանի առաջին տիկնոջ միջնորդությունը։ Արթուր Չախոյանն ընդդեմ Տիգրան Ավինյանի, հասարակական գործիչը նոր հայց է ներկայացրել։ 7 անգամ դիմել են Երևանի քաղաքապետարան օրինականացնելու, Երևանի քաղաքապետարանը 7 անգամ մերժել է օրինականացումը ու Երևանի քաղաքապետարանը քանդման որոշում չի թողարկել։ Մեքենայի ապահովագրությունը թանկ հաճույք, ապան թանկացել է։ Ընթանում է Նավասարդ arczepiskopos Կճոյանի դեմ գործի դատական նիստը։ Գլխավոր դատախազությունը հայց է ներկայացրել հակակոռուպցիոն դատարան, պահանջելով դադարեցնել Կճոյանի հողամասի կառուցապատման իրավունքը։ Երևանի պատկանող հողատարածքը բարձրաստիճան հոգևորականին տարիներ առաջ տրամադրել էին կառուցապատման համար։ Այն գտնվում է Արաբկիր վարչական շրջանում։ Կճոյանի դեմ այս գործով դատախազը դատարան է դիմել մոտ 2 ամիս առաջ, երբ arczepiskopos Կճոյանը դեռ չէր միացել ամենայն հայոց կաթողիկոսին հեռացնելու Փաշինյանի պայքարին։ Միքայել Սրբազանը հետազոտվում է, սակայն վիրահատության օրը դեռևս չեն նշանակել։ Հիշեցնեմ, որ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աջապահյանին տեղափոխել են Իզմիլյան բժշկական կենտրոն։ Սրբազանը վիրահատության թույլտվություն է ստացել։ Փաստաբան Մարինե Ֆարմանյանը ABC Media-ին հայտնել է, որ Միքայել Սրբազանի իրավական կարգավիճակը չի փոխվել։ Դա ընդհանրապես վայրի փոփոխություն է, ռեժիմը մնում է նույնը, անձը գտնվում է կալանքի տակ, տեսակցությունների քանակը, ինչպես որ նախատեսված է օրենքով, մնում է նույնը, պարզապես նրան բժշկական օգնություն ցույց տալու համար, ինքը այս պահին պահվում է բժշկական հաստատություն։ Իսկ Գյումրու քաղաքապետարանի դիմաց հոկտեմբերի 20-ի դեպքերին մասնակցած երկու քաղաքացու Կարեն և Կարուշ Հովեյանների կալանքի ժամկետը դատարանը չի երկարաձգել, հայտնել է փաստաբան Արսեն Բաբայանը։ Փաստաբանն ընդգծել է, որ սա այն դեպքն է, երբ իրավաբանությունը հաղթում է քաղաքականությանը։ Նրանց ազատ կարձակեն դեկտեմբերի 20-ին։ Ավինյանի դեմ հաղորդում են ներկայացրել գլխավոր դատախազություն։ Հասարակական գործիչ Արթուր Չախոյանի խոսքով քանդման ենթակա շինությունը չեն քանդում եւ այդ ամեն ինչի հետևում Տիգրան Ավինյանն է։ Նա է հովանավորում։ Նույն մեղադրանքը կար Գյումրիի քաղաքապետի դեպքում, բայց ընդդիմադիր քաղաքապետին կալանավորել են, իսկ Ավինյանին ոչ, ասել է Չախոյանը։ Երևանի քաղաքապետարանից պաշտոնական գրությամբ ինձ հայտնել են, որ տվյալ աշխատանքները կատարելու համար կա շինարարական թույլտվություն։ 1 տարի անց, մի տարի անցել արդեն շուկան կառուցվել է, ու արդեն ես բացահայտել եմ, որ դա ապօրինի է եղել, Երևանի քաղաքապետարանը հայտնում է, որ շինարարական աշխատանքները իրականացվել են առանց շինթույլտվություն։ Այսինքն Երևանի քաղաքապետարանը պաշտոնական գրությամբ սուտ տեղեկատվություն է տրամադրել, որպեսզի իրավական խոչընդոտներից խուսափեն։ Քննչական կոմիտեն ավարտել է Ծափաթաղում 3-ամյա երեխայի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ 3-ամյա Տիգրանի հայրը սպանել է խեղդամահանելով, կատարել են դիակի արտաքին զննություն, որի ընթացքում Տիգրան Հովհաննեսովի գլխի շրջանում գտել են մարմնական վնասվածքներ։ Նախաքննության ընթացքում պարզել են, որ Տիգրանի հայրը վրեժի շարժառիթով իր անչափահաս երեխային Ծափաթաղին հարակից դաշտամիջյան հատվածում ձեռքով կոկորդից սեղմել ու սպանել է։ Արտաքին քաղաքականության ոլորտում տեղի ունեցողի մասին։ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ Թբիլիսիի համար կարևոր են ադրբեջանական եւ հայկական կողմերի շահերը։ Մենք նույնպես ունենք մեր սեփական շահերը եւ կարծում եմ, որ բանակցությունների արդյունքների հիման վրա մենք հեշտությամբ կգտնենք լավագույն լուծումը, որը կծառայի 3 երկրների շահերին, հայտարարել է Կոբախիձեն։ Նրա խոսքով Ադրբեջանը Վրաստանի առանձնահատուկ բարեկամն է եւ երկու կառավարությունները զարգացրել են բացառիկ բարեկամական հարաբերություններ։
Հայաստանը կանգնած է գոյաբանական ընտրության առջև, հայտարարել է նախկին արտգործնախարար Արա Այվազյանը։ Նա ներկայացրել է իր մոտեցումները Հայաստան-Իրան-Ռուսաստան գործակցության վերաբերյալ։ Նախկին նախարարի խոսքով ռազմավարական եռանկյան ներուժն օբյեկտիվորեն գոյություն ունի, սակայն դրա իրագործումն անհնար է առանց ներքին քաղաքական կամքի եւ երկարաժամկետ շահերի հստակ ըմբռնման։ Հայաստան, Ռուսաստան, Իրան եռանկյունին վերադարձ չէ անցյալի մոդելներին եւ ոչ էլ արևմուտքի հետ գործակցության այլընտրանք։ Դա ժամանակակից զսպման եւ կապակցվածության ճարտարապետություն կառուցելու փորձ է, որտեղ ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը եւ կանխատեսելիությունը դառնում են բազային արժեքներ։ Դրա հաջողությունը կախված է նրանից, թե Երևանը կկարողանա արդյոք ձևավորել ռազմավարություն, որը կողմնորոշված կլինի ոչ թե տակտիկական կոմպրոմիսների, այլ երկարաժամկետ կայունության վրա։ Ռազմավարություն, որի մեջ Հայաստանի տարածքով անցնող եւ Վրաստանի միջով մինչեւ Սև ծով ընդլայնված հյուսիս-հարավ միջանցքը կդառնա նոր եվրասիական իրականության օրգանական մաս։ Քաղաքական դաշտը շարունակում է քննարկել Կայա Կալասի հայտարարությունը, որ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ ազգային ժողովի Հայաստան խմբակցության падգամավոր Իշխան Սաղաթելյանի խոսքով Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կալասի հայտարարությունը Հայաստանի Հանրապետության ներքին գործերին ուղիղ եւ անթաքույց միջամտություն է, որն ունի հստակ քաղաքական նպատակներ, տարբեր պատրվակներով հող նախապատրաստել նախընտրական շրջանում ընդդիմադիր քաղաքական ուժերի գործունեությունը սահմանափակելու, ճնշելու կամ չեզոքացնելու համար եւ ազդել Հայաստանի քաղաքացիների ընտրական կամքի ու նախընտրությունների վրա։ Մենք սա գնահատում ենք որպես ծայրահեղ վտանգավոր գործընթացի սկիզբ, որը կարող է լրջագույն հարված հասցնել Հայաստանի քաղաքական համակարգին ընդհանրապես, անկախ քաղաքական դիրքորոշումներից։ Հենց նման հայտարարություններն են կանաչ լույս վառում ապօրինությունների, բռնությունների եւ քաղաքական հետապնդումների համար։ Կոչ ենք անում Հայաստանի բոլոր ընդդիմադիր քաղաքական ուժերին հստակ եւ հրապարակային դիրքորոշում արտահայտել նման հայտարարությունների եւ գործընթացների վերաբերյալ, կանխելու մեր ներքին գործերին միջամտությունները, հնարավոր ճնշումները, բռնությունները եւ քաղաքացիների կամքի խեղաթյուրման փորձերը։ Պաշտոնական Երևանը օգնություն է խնդրում միջազգային հանրությունից ընտրության համար, իսկ Բաքվում գտնվող մեր հայրենակիցների հարազատները անճարությունից անձամբ են զբաղվում ու փորձում գտնել ուղիներ նրանց տուն վերադարձնելու։ Վիգեն Էրջեքչյանի կինը դիմել է Մեհրիբան Ալիևային, խնդրելով ներում շնորհել ամուսնուն, որը գրեթե 5 տարի բանտում է։ Գործընկերոջս հայտնել է Վիգենի կինը, Լինդան։ Ձեր ձայնը եւ ձեր կարեկցանքը կարող են ոչ միայն խաղաղություն բերել իմ տուն, այլև հզոր ուղերձ հղել աշխարհին, գրել է Լինդան։ Բաքվում ավարտին է մոտենում Արցախի նախկին պետնախարար գործարար Ռուբեն Վարդանյանի գործով կեղծ դատական նիստը։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների Վարդանյանը 2 միջնորդություն է ներկայացրել, որոնք մերժել են։ Հաջորդ նիստը նշանակվել է դեկտեմբերի 18-ին։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Նիկոլ Փաշինյանին է ներկայացրել հայկական բանակի նոր համազգեստի նմուշները։ Հիշեցնեմ, որ 2023-ին Պապիկյանն ազգային ժողովում հայտարարել էր, որ նախաձեռնել են բանակում համազգեստի փոխարինման գործընթաց։ Համազգեստը լինելու է ՆԱՏՕ չափորոշիչներին համապատասխան։ Եվ շապիկ համառային։ Տակտիկական կիսաճտկավոր կոշիկներ։ Ու տարբեր 3 տեսակի կոշիկներ, կիսաճտկավոր կոշիկներ, ճտկավոր կոշիկներ ծնարային։ Եվ այս մեկը տակտիկական կոշիկներ։ Ցնկակալները արդեն պարոն վարչապետ նախատեսված են լեկալով։ Սակայն սա պաշտպանական ոլորտի միակ փոփոխությունը չէ։ Խորհրդարանը 65 կողմ, 4 դեմ եւ 20 ձեռնպատ ձայնով երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունել է զինվորական ծառայության ժամկետը կես տարով կրճատելու օրինագիծը։ Այն խորհրդարանային ներկայացրել հրատապ եւ վերաբերում է միայն 2026 թվականից բանակ զորակոչվողներին։ Զինված ուժերի համալրումը սկսվելու է 2026 թվականի հունվարի 7-ից։ Ծառայության ժամկետի կրճատումը չի տարածվելու 2026 թվականի հունվարի 1-ի դրությամբ պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողների վրա։ Հարգելի ազգային ժողով, օրենքի նախագծի վերաբերյալ ազգային ժողովի падգամավորների կողմից առաջարկություններ չեն ներկայացվել եւ կառավարության նախաձեռնությամբ փոփոխություններ չեն կատարվել։
Քաղաքացիական պայմանագիր կուսակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը կբողոքարկի կուսակցության վարչության որոշումը, որով նա դուրս է մնացել 2026-ի նախընտրական ցուցակից։ Սարգսյանն ասել է, որ սա անում է իր գաղափարակից ընկեր Նիկոլ Փաշինյանի համար, որովհետև նա դեռևս 2006 թվականից է ճանաչում Փաշինյանին եւ մասնակցել է տարբեր ակցիաների, սկսած 14 տարեկանից։ Կառավարության ծրագրով մինչև 2026 թվականը պետք է կառուցվեին հարյուրավոր կրթօջախներ, սակայն մինչև հիմա կառուցել ու նորոգել, շահագործման են հանձնել դրանց փոքր մասը։ Փոխարենը մարզերում նախատեսում են փակել տասնյակ դպրոցներ, հատկապես սահմանամերձ գյուղերում։ Մասնագետներն ու ուսուցիչներն ահազանգ են հնչեցնում, դպրոցների փակումը ոչ միայն կրթական, այլև համայնքային կյանքին սպառնալիք է։ Ինչ է տեղի ունենում, երբ կրթության բարելավման անվան տակ փակվում են դպրոցներ։ Մանրամասները ռեպորտաժում։ Ինչ է տեղի ունենում, երբ կրթության բարելավման անունով փակվում են դպրոցները։ Կառավարության ծրագրի համաձայն մինչև 2026 թվականը պետք է կառուցվեն 300 դպրոց եւ 500 մանկապարտեզ։ Մինչ այժմ կառուցվել, նորոգվել ու շահագործման են հանձնվել ընդամենը 60 դպրոց։ Փոխարենը Սյունիքում նախատեսվում է փակել 45, Շիրակի մարզում մոտ 40 դպրոց։ Դա նշանակում է, որ այդ ծրագիրը ձախողված է եւ ընդամենը 20%-ով է իրականություն դարձել, ընդամենը 20%-ով։ Հիմա ինչ վերաբերում է փակվող դպրոցներին, տեսեք, սրան կարելի է միանգամից բերել նաեւ այդ փակվող դպրոցների թիվը։ Պարզվում է, որ 26 թվականին Հայաստանում փակվելու է 260 դպրոց։ Կա համայնքում դպրոց, ուրեմն կա կյանք, ասում է Շիրակի մարզի սահմանամերձ գյուղի ուսուցչուհին, որի գյուղի դպրոցը նախատեսվում է փակել։ Դպրոցները փակելու եւ միավորելու նախարարության որոշումը մի շարք հարցեր ու մարզային չլուծված խնդիրներ է հանել ջրի երես։ Գյուղը սահմանամերձ գյուղ է։ Մենք գիտենք, որ գյուղին պահողը, գյուղի կյանք ապահովողը դպրոցն է։ Միանշանակ դա բոլոր ժամանակներում այդպես է եղել։ Թե նոր ժամանակներում, թե խորհրդային տարիներին, թե ներկայի ժամանակաշրջանում կա գյուղում համայնք ունի դպրոց, ուրեմն այդ համայնքում կա կյանք։ Չկա դպրոց, հաստատ մի քանի տարի հետո բնակավայրը կդառնա, չգիտեմ, յայլա, ամառանոց։ Նույն մտահոգությունն ունի նաև կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը։ Նրա խոսքով փակվում են հիմնականում փոքր դպրոցները, որոնք ընդունված է անվանել համայնքաստեղծ։ Փորձագետը պարզաբանում է, ինչու են հատկապես սահմանամերձ գյուղի փոքր դպրոցներն այդպես կոչվում։ Որովհետև դպրոցի շուրջը կառուցվում է հենց համայնքը։ Դպրոցը հանեցիր այդ գյուղից, գյուղը դատապարտված է դատարկման։ Եվ մենք ունենալու ենք այդպիսի 260 դպրոց, պատկերացրեք, թե ինչպիսի աղետալի իրավիճակ կունենանք, առանց այդ էլ հետընթաց ապրած կրթական համակարգով, գրեթե 0-ին հավասարվող կրթության որակով։ Մյուս խնդիրը երեխաների եւ ուսուցիչների գյուղից գյուղ տեղափոխվելու հարցն է։ Մանավանդ Շիրակում ձմռանն այդ խնդիրն ավելի է սրվում։ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունից պնդում են, գիտեն ինչպես կարգավորել խնդիրը։ Այդ պայն հələ ենթակառուցվածքները, այս պայն հələ դպրոցը ավարտին չէ։ Ըստ իրենց ծրագրի, իբր արդեն 25-26 տարի պետք է այդ նորակարգահամալիրում անցկացվի, բայց այս պայն հələ դպրոցի աշխատանքները շարունակվում են։ Մեկ դեռ ավարտին չի հասել։ Դպրոցի ավարտից հետո հələ պետք է լինի ենթակառուցվածքներ։ Այս պայն, որը իրոք շատ մեր մոտ մանավանդ խնդիր է։ Ընդամենը այնպիսի վատն են ճանապարհները, որ անընդհատ թե տրանսպորտի վարորդները, երթուղին շահագործող վարորդը, թե հնարավորություն է անգամ էլի ոտքի կանգնել, նույնիսկ որ տաքսի ենք ուսուցիչներով, եթե տրանսպորտ չի լինում, ուզում ենք տաքսիով գնալ, պատկերացրեք, որ երբեմն տաքսիները հրաժարվում են։ Նախարարության այս պնդումը անիրատեսական են համարում եւ ուսուցչուհին եւ փորձագետը, ըստ կառավարության ծրագրի, այս աշխատանքները վաղուց պիտի ավարտված լինեին։ Կենտրոնի դպրոցներ տանող ճանապարհները վերանորոգվելու են, ինչը կնպաստի երեխաների անվտանգ տեղափոխմանը։ Երեխաների բնակավայրից բնակավայր տեղափոխումն իրականացվելու է հատուկ երեխաների համար նախատեսված տրանսպորտային միջոցներով։ Մխիթարյանն ասում է, անգամ լավ ճանապարհը չի երաշխավորում երեխաների կրթության իրավունքի լիարժեք իրականացումը, ըստ նրա ոտնահարվում են աշակերտների իրավունքները։ Որովհետև միևնույն է, ասենք երեխաները տեսեք հիմա դպրոցում իրենց տան մոտ է, գյուղում է դպրոցը, օրինակ առավոտյան լավ չզգաց իրեն երեխան, կարող է երկրորդ ժամից գնալ մասնակցել դասերին։ Հիմա պատկերացրեք, որ այդ գյուղի, ասենք 50 երեխա կամ 30 երեխա պիտի գնա հարևան գյուղը
դպրոցում դասեր կազմակերպի։ Այդ 30-ից մի քանիսը օրինակ առավոտյան իրենց բաց զգացին, կամ ինչ որ բան եղավ, որ մոռացել է ինչ որ մի բան տանը, կարող էր դասամիջոցին գնալ տուն, հետ գալ եւ դասապրոցեսը չխաթարվեր այդ դեպքում։ Այս դեպքում մենք նման հնարավորություն չենք ունենա։ Այս համատեքստում ուսուցչուհին նկատում է, որ շատ ծնողներ դեմ են լինելու երեխաներին մի քանի գյուղային կողմ դասի ուղարկել, անկախ ճանապարհներից եւ տրամադրվող տրանսպորտային միջոցի առկայությունից։ Ուսուցիչներն էլ չեն ցանկանալու այդքան ճանապարհ անցնել, ինչի հետևանքով դատարկվելու են Շիրակի սահմանամերձ գյուղերը։ Մասնագետը նկատում է, մնացած մարզերում նույնպես կա այդ վտանգը։ Սեդա Մակարյան, Անդրանիկ Մանսուրյան, ABC Media։ Այս տարի ապայի գինը աննախադեպ է բարձրացել։ Եթե նախորդ տարիներին վարորդները նվազագույնը վճարում էին 15,000-ից 20,000 դրամ, այս տարի վճարում են 20-ից 30%-ով ավելի։ Ես անցած տարի եւ նախորդ տարիներին վճարել եմ 20,000 դրամ, այս տարի բարձրացել է արդեն մինիմալը 26,500 դրամ եւ պլյուս, կախված ապահովագրական ընկերությունից, որը երբ որ տոկոս ես վերացում, առնվազն 30% բարձրացել է գինը։ Իմ գործընկերոջ ռեպորտաժը կդիտենք ժամը 18-ին լուրերի գլխավոր թողարկմանը։ Միջազգային լրահոսից իսրայելական օդուժը կրկին հարվածել է Լիբանանին, հարվածել են մեքենային, ինչի պատճառով մեկ մարդ զոհվել է։ Լիբանանի իշխանությունը բազմիցս նշել է, որ Իսրայելը շարունակում է համակարգված խախտել իրենց երկրի ինքնիշխանությունը, չնայած հրադադարի մասին համաձայնագրին։ Իսրայելական բանակն իր հերթին հայտարարում է, որ հարվածներ են հասցնում Հեզբոլլա շարժման ռազմական ենթակառուցվածքներին։ Եթե վերադառնանք 10, 12, 15 տարի առաջ, Վաշինգտոնում ամենաուժեղը հրեական լոբբին էր, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Այժմ այդպես չէ, պետք է շատ զգույշ լինել։ Կոնգրեսը դառնում է հակասեմական, ասել է Միացյալ Նահանգների նախագահը։ Նա անդրադարձել է նաև Գոլանի բարձունքներին։ Ես Գոլանի բարձունքների իրավունքը Իսրայելին փոխանցեցի։ Ոչ ոք չէր մտածում, որ դա հնարավոր է։ Հետո ես իմացա դրա արժեքը՝ տրիլիոնավոր դոլարներ։ Ես ասացի, այո, գուցե ես պետք է նրանից ինչ որ բան խնդրեի, ասել է Թրամփը։ Միջազգային մյուս լուրերը ռեպորտաժում։ Ադրբեջանն ու Թուրքիան միմյանց ռազմական օգնություն կցուցաբերեն արդեն պաշտոնապես։ Ադրբեջանի խորհրդարանն ընդունել է երկու երկրների պաշտպանության նախարարությունների միջև ռազմական անվտանգության փոխադարձ ամրապնման մասին հուշագրի վավերացման մասին օրինագիծը։ Սա թույլ է տալիս երկրներին փոխադարձ ռազմական օգնություն ցուցաբերել զինված ագրեսիայի դեպքում։ Ռուսաստանի յուրաքանչյուր ռազմական հանցագործություն պետք է հետևանքներ ունենա, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ռուսաստանի պատճառած վնասի փոխհատուցման միջազգային հանձնաժողովի ստեղծմանը նվիրված համաժողովում։ Մենք մշակում ենք այդ հանցագործությունների համար փոխհատուցման մեխանիզմ, ասել է նա։ Եթե Հիտլերն ու Նապոլեոնը չկարողացան Մոսկվային ծնկի բերել իրենց ռուսական արշավանքներով, ապա քիչ հավանական է, որ դա կհաջողվի Կայա Կալասին, Մակրոնին, Սթարմերին ու Մերցին, հայտարարել է Իտալիայի փոխվարչապետ Մատեո Սալվինին։ Ռուսաստանում դեռահասը դանակով հարձակվել է իր դպրոցի վրա, սպանելով 10-ամյա աշակերտի։ Դեռահասը նախ հարձակվել է դպրոցի անվտանգության աշխատակցի վրա, նրա դեմքին արցունքաբեր գազ ցողել ու դանակահարել, ապա վիրավորել է 10-ամյա մի տղայի, որը մահացել է։ Նշվում է, որ դեռահասը տարված է եղել զենքերով ու ռազմական թեմաներով, ատել է մարդկանց ու նրանց անվանել կենսաբանական թափոններ։ Նա ձերբակալվել է եւ խոստովանել է մեղքը։ Ավստրալիայի վարչապետը տեսակցել է Բոնդի լողափի հերոս Ահմեդ Ալ-Ահմեդին, որն օրերս զինաթափել էր ահաբեկչություն իրականացրած անձանցից մեկին։ Քո սիրտն ուժեղ է, երկու երեխաների հորն ասել է Էնթոնի Ալբանեզեն, նրան անվանելով մեր երկրի լավագույն ներկայացուցիչը։ Սիրիայում ծնված եւ մեծացած Ահմեդը մի քանի կրակոց է ստացել ուսին։ Ալբանեզեն ասել է, որ նա այսօր կենթարկվի եւս մի վիրահատության։ Առաջիկա 6-ից 12 ամսվա ընթացքում YouTube-ը Ռուսաստանում ամբողջությամբ կարգելափակվի, հայտարարել են Պետդումայում։ Սա պայմանավորված է նրանով, որ հարթակը շարունակում է անտեսել Ռուսաստանի գործող օրենսդրությունը։ Հնդկաստանի Դելի քաղաքում օդի աղտոտվածությունն անմիջական սպառնալիք է դարձել երկրի բնակչության համար։ 30 միլիոն բնակչություն ունեցող քաղաքի բնակիչներին խորհուրդ է տրվում չբացել պատուհանները։ Դպրոցներում դասապրոցեսն իրականացվում է հեռավար։ Եվ վերջում, Տիտանիկի, Տերմինատորի, Ավատարի ռեժիսոր Ջեյմս Քեմերոնը դոլարային միլիարդատեր է դարձել, գրում է Forbes-ը։ Ռեժիսորի նվաճմանը նպաստել է նրա նոր
Ավատար, Հուր եւ Մոխիր ֆիլմի հաջողությունը կինովարձույթում։ Զարա Սարգսյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում, TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք 3w.abcmedia.am։ Կհանդիպենք ժամը 18-ին լուրերի գլխավոր թողարկմանը առայժմ։